սիրելի ընկերներ, հուսամ բոլորդ լավ եք, կրկին գտնվում եք իմ խոհանոցային անկյունում եւ այսօր մենք կպատրաստենք մի համեղ խմորեղեն, մեղրով տորթ ենք պատրաստելու։ Դե իհարկե սկզբում կպատրաստենք կրեմը, կրեմի համար անհրաժեշտ կլինի 250 մլ կաթը, լցնում ենք մի տարայի մեջ, վրան ավելացնում ենք 120 գրամ շաքարավազ, 2 ճաշի գթալ օսլա եւ 2-ից 3 ճաշի գթալ ալյուր։ Մի փոքր վանիլ կավելացնենք, համը ավելի լավ լինի եւ այս ամենը լավ կխառնենք, այս զանգվածը կդնենք կրակի վրա, կեփենք այնքան ժամանակ մինչեւ հասնի եռման աստիճանի։ Եթե սկզբում կտեսնեք մի փոքր գնդիկներ են առաջանում, կարող եք քամել մաղի միջոցով, գնդիկները առանձնացնել եւ նոր դնել կրակին, սիրելիներս։ Ահա ինձ մոտ արդեն հասավ եռման աստիճանի, կրեմը արդեն պատրաստ է։ Ես այն լցրեցի մեկ այլ տարայի մեջ, վրան կծածկեմ սննդային թաղանթով եւ կդնեմ մի կողմ սենյակային ջերմաստիճանում, թող հովանա, սիրելիներս։ 200 գրամ կարագը լավ կհարենք մինչև սպիտակի եւ ավելի թեթև զանգված ստանա։ Վրան կավելացնենք արդեն մեր պատրաստած եւ սենյակային աստիճանում գտնվող եփովի կրեմը եւ գթալ ավելացնելով կհարենք հարիչով, որպեսզի միասեռ զանգված ստանա։ Իսկ վերջում կավելացնենք 350 գրամ եփած խտացրած կաթ, սիրելիներս, որպեսզի համեղ կրեմ ունենանք։ Վրան մի փոքր վանիլ կավելացնենք եւ արդեն մեր կրեմը պատրաստ կլինի։ Իսկ մենք կարող ենք արդեն անցնել խմորի պատրաստման եղանակին։ Հիմա կրեմը կպատրաստենք եւ կանցնենք խմորին։ Ահա կրեմը արդեն պատրաստ է, շատ համեղ կրեմ է ստացվում, բոլորդ էլ պատրաստել եք, գիտեք ինչքան համեղ կրեմ է ստացվում այս տարբերակը։ Հիմա կդնենք մի կողմ, թող մնա սենյակային ջերմաստիճանում եւ մենք կպատրաստենք արդեն շերտերի համար նախատեսված խմորը։ Մեզ անհրաժեշտ կլինի 180 գրամ կարագ, որպեսզի հալեցնենք կրակի վրա եւ վրան ավելացնում ենք 3-ից 4 ճաշի գթալ մեղր։ Այս ընթացքում լավ կխառնենք, որպեսզի զանգվածը միասեռ դառնա եւ վրան կավելացնենք 1 թեյ գթալ սոդա, սիրելիներս։ Վրան վանիլ չենք ավելացնում, որովհետև շատ համեղ է լինում, երբ շերտերը մեղրային համ են ստանում։ Լավ կխառնենք, կտեսնենք, որ ոնց է փրփրում եւ գույնը փոխում մեր զանգվածը։ Լավ մուգ գույն ստանալուց հետո կանջատենք կրակից եւ կվերցնենք, կթողնենք մի փոքր հովանա։ Գույնը դուք եք որոշում, եթե ցանկանում եք շատ մուգ չլինի շերտերի գույնը, կարող եք շուտ անել կրակի վրայից, սիրելիներս, սակայն ինչքան մուգ է լինում, այնքան գեղեցիկ շերտեր են ստացվում։ Հիմա ես լավ կխառնեմ, որպեսզի լավ գույնը մքանա եւ կանջատեմ, կթողնեմ կհովանա։ Այստեղ ինձ մոտ արդեն հովացել է։ Վերցնում ենք 3 խոշոր ձու, հարում ենք գթալի օգնությամբ եւ լցնում ենք զանգվածի վրա, հարիչի օգնությամբ հարում ենք, որպեսզի միասեռ զանգված ստանանք։ Ընդհանուր առմամբ մեզ անհրաժեշտ կլինի 600-ից 650 գրամ ալյուր, քիչ-քիչ ալյուրը կավելացնենք, կհարենք հարիչի օգնությամբ, երբ արդեն հարմար չի լինի հարիչով հարելը, կանցնենք ձեռքերի օգնությանը եւ աշխատանքային սեղանի վրա կլցնենք մի փոքր ալյուր եւ կհունցենք այնպիսի խմոր, որպեսզի ստացվի փափուկ եւ հեշտ կառավարելի։ Եվ այդ ընթացքում կբաժանենք արդեն մեր ստացված խմորը 4 մասի, ես 4 մասի կբաժանեմ, շատ փոքր չեմ ուզում, որ ստացվի, որպեսզի թխենք արդեն մեր շերտերը, սիրելիներս։
բաժակի վրա յուղաթուղթ կդնենք եւ ձևամանի օգնությամբ կկտրենք այն հատվածները, որոնք որ մեզ պետք չեն գա եւ կթողնենք յուղաթղթի վրա, որպեսզի եփվի, հետո օգտագործենք փշուրների համար։ Ահա տեսեք ինչպիսի գեղեցիկ շերտեր են դուրս գալիս, կողքերն էլ շատ հեշտ կտրտվում են։ Ես այն կվերցնեմ, որպեսզի հիմա հարիչի օգնությամբ հարեմ եւ փշրանքների համար օգտագործեմ։ Բոլոր շերտերը կթխենք եւ կմիանամ ձեզ։ Ահա եկավ շերտերը հավաքելու պահը, յուղաթղթերը դնում եմ ափսեի վրա, որի մեջ որ պետք է մնա արդեն հավաքած խմորեղենը, ես կասեմ ինչի համար եմ թողնում յուղաթղթերը, վերջում կհանենք։ Հիմա կհավաքենք արագ-արագ բոլոր շերտերը, շերտերի վրա կգցենք 3-ից 4 ճաշի գթալ կրեմ, չեմ ուզում որ կրեմը շատ քիչ լինի, որտեվ շերտերը ինչքան կրեմը շատ է լինում, այնքան ավելի փափուկ է ստացվում, իհարկե մեր շերտերը արդեն փափուկ են, եւ այսպես արագ-արագ կհավաքենք բոլոր շերտերը ու կտեսնենք թե ինչ ենք անում վերջում։ Հիմա սիրելիներս, եզրերը որ վերցրել ենք նախապես կհարենք հարիչի օգնությամբ, լավ կմանրացնենք, որպեսզի ձևավորենք խմորեղենը։ Եկավ այն պահը, երբ պետք է յուղաթղթերը զգուշորեն հանենք, որպեսզի ափսեն շատ մաքուր մնա։ Մեջտեղի հատվածը, ինչպես նկատեցիք, թողել եմ, թողեցի, որպեսզի կարամելային զանգվածով լրացնեմ։ Կարամելի հղումը կթողնեմ նկարագրության բաժնում, ես եմ պատրաստել, լցրել եմ համապատասխան տարայի մեջ եւ օգտագործում եմ բոլոր տեսակի խմորեղենների մեջ, շատ համեղ է ստացվում, շատ հայելանման կարամել ենք ստանում, սիրելիներս, հուսամ կհավանեք, երբ կտեսնեք արդեն տեսանյութը, ես այն կթողնեմ նկարագրության բաժնում, կրկին եմ ասում, կարող ենք ձևավորել ինչպես կցանկանանք, կարող ենք ընդհանուր բոլորը փշրանքներով ձևավորել, կարող ենք այսպես հնդկական ընկույզով ձևավորել կամ նուշով ըստ ցանկության։ Չմոռանամ ասել, խմորեղենը կտրելու ենք 8-ից 10 ժամ հետո, այն պահելու ենք սառնարանում։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, ուրեմն բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք նոր բաղադրատոմսերը, սիրելիներս։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն, միշտ նոր տեսանյութի հանդիպում։